Աստծո խոսքեն հատվածը պիտի գարտամ, որ գտնվի Պետրոս Արաքյալին երկրորդ նամակի մեջ, պիտի գարտամ ուրեմն երրորդ գլուխեն 10-12 համարները։ Առաջին Պետրոս 3 ներողություն երկրորդ Պետրոս երրորդ գլուխ 10-12 Սակայն Տերոջ օրը քողի պես պիտի գա, որ ադեն երկինք սաստիկ շարաչյունով պիտի անցնի, ու դարերքները փրկած պիտի լուծվին։ Երկիրալ ու ինչ գործեր, որ անոր մեջ կգտնվին, բարին փուն իմաստով, ինչ գործեր, որ անոր մեջ կգտնվին, պիտի այրվին։ Ուստի որովհետև այս ամեն բաները գլուծվին, ցեզի ինչպեսի մարտիկլալ գվայել է, սուրբ վարմունքով ու բարեպաշտությամբ սպասելով, ու արդորալով Աստուծո օրվանը քալուն, որում մեջ երկինք գրագով այրված պիտի լուծվի, ու դարերքները փրկած պիտի հալին։ Թողդերը օրհնե այս հատվածը մեր սրտերու մեջ, եւ մինչ Աստծո խոսքը պիտի խորհրդածենք, փանա մեր մտքերը, որպեսզի այն ճշմարտությունները զորգուզե փոխանցել լավ ըմբռնենք։ Անցյալ գիրագի վերջին օրերու զգայացած նշանները մեր խորհրդածության նյութներ։ Եվ այսօր Տերոջ շնորհքով պիտի շարունակենք։ Ինչպեսի նպատակս վերջին օրերու եւ անոր առնչագից նշաններու շուրջ մանրագիրգիտ խոսիլ չէ։ Հաբա գարկմը զգայացած նշաններու պիտի անդրադառնամ, որոնք մարգարեացված էին եւ հիմա մեր աչքերուն առջև անոնք կգադարվին։ Որ մեյետքը, որ մեզի ավելի կարևոր է, պիտի շեշտեմ, թե ինչը լալու է մեր դիրքորոշումը։ Լսելը լավ է, քիտնալը լավ է, բայց ինչ է քու դիրքդ։ Անցյալ գիրագի նշանները մեկը հիշեցինք։ Գիտությունը պիտի շատնա։ Այսօր դեղը հասած ենք, որ ոչ ոք կգասկածի այս նշանին վրայով։ Արվեստագիտությունը, տեխնոլոգին, գլուխը առած ոչ թե գերտա գկալե, հաբա գսուրա։ Արվեստական իմաստությունը, որ մարդու նման ռոբոտներով կներկայացնեն, վերջին օրերու նշանները մեկն է։ Այս գործիքը մինչև իսկ գենթանի վայրսներ մեջտեղ կբերե, գարդատրե, կպատրաստե։ Եվ կարևոր որոշումներ առնող գազագերբությունները անոր աստեցության տակ պիտի մտնեն ու Աստծո գամքին հագարակ ծրագիրներ պիտի մշակեն։ Փոքր գործիքը այնպեսի գործեր կգադարե, որ ասկե 50-60 տարիներ առաջ Երևակայելն անգամ խելակարություն պիտի սեպվեր։ Այսօր մենք կապրինք այնպեսի ժամանակաշրջանի մեջ, որ ինչ բան, որ գուզես գիտնալ, կրնաս գիտնալ։ GPT-ն բոլորիս ծանոթ է, հարցուր ինչ որ գուզես։ Գիտությունը պիտի շատնա ըսավ Դանիել մարգարեն Քրիստոսը 500 տարի առաջ։ Եվ այսօր մենք կտեսնենք, որ ճշմարտություն է, ուստի մենք վերջին օրերու մեջ կգտնվենք։ Եվ այս ճշմարտություն հասկանալը դժվար չէ։ Գարտացինք Դանիելի մարգարեության գիրքեն անցյալ անգամին, երբ դերը գսե Դանիելի, եւ տունով Դանիել այս խոսքերը կոչե ու գիրքը գնքե մինչև վերջին ժամանակը։ Շատեր ուշադրությամբ պիտի գարտան ու գիտությունը պիտի շատնա։ 10-րդ համարը գսե շատերը պիտի
շատերը պիտի մաքրվին ու պիտի ջերմկնան ու պիտի փորձվին, բայց ամբարիշտները ամբարիշտություն պիտի անեն ու փնավ ամբարիշտը պիտի չհասկնան։ Ամբարիշտ բառը, այսինքն վիրավորիչ բառը չէ, ամբարիշտ կնշանակի մեղավոր ամբարիշտ այս կնշանակի։ Մեղավոր անոր Քրիստոսը մեկտի դրած է, մերժած անոր թագավորությունը, մեղքը ընտրած է, ամբարիշտ է, մեղավոր է, մեղքը գսիր է։ Անոնք բիչի հասկնան։ Հաբա իմաստունները պիտի հասկնան։ Աստուծո վախը ունեցողները պիտի հասկնան։ Այս նշանը զորավոր բարձր հնչող զանգակ մնե անաբաշխարներուն և աբաշխարած են ըսողներուն, որոնք սուրբի հովեր գարնեն, հրեշտակներեն ավելի հրեշտակ կցևացնեն իրենց զիրենք, ուրիշ հավատացյալները չեն ավդիր, մինչդեռ իրենց եսին քերին դարձած են։ Որովհետև գիտությունը պիտի շատնա, գարկմը մարգարեական խոսքերուն գադարվիլը բնական երևույթ կդառնա ու չենք ըսեր ինչպես պիտի գադարվին ըսվածը։ Ինչ որ ժամանակին գսեին և հիշեցինք, ահա ամբերով գուկադերը և ամեն աչք պիտի տեսնե զանիկա։ Ասի ժամանակին գսեին մարդիկ, ինչպես ամեն աչք պիտի տեսնե։ Նաև երեկուգես օր այդ երկու մարգարեներուն թիագը բոլոր ազգերեն գսե, ցեղերեն, ամեն մարդ ժողովուրդները երեկուգես օր անոնց թիագները ջամփան պիտի մնան եւ պիտի տեսնեն։ Ինչպես պիտի տեսնեն։ Հիմա չեն գսեր ինչպես պիտի տեսնեն։ Մեզ համար շատ բարձ է։ Դարձյալ գիտության շատնալուն հետևանքը ավետարանի քարոզչությունը փովանտակ աշխարհի մեջ։ Մեր դերը ըսավ եւ վերջին օրերու մասին խոսեցավ Մատթեոս 24-րդ գլուխի մեջ։ Այդ գլուխի մեջ երկու վիճակներու ակնարկեց մեր դերը։ Մեկը Երուսաղեմի գործանմին համար էր, իսկ մյուսնալ իր քալուստեն առաջ։ Եվ գսե 24:14 Եվ արքայության այս ավետարանը փովանտակ աշխարհի մեջ պիտի քարոզվի բոլոր ազգերուն վկայություն ըլլալու եւ անգե յետե վերջը պիտի կա։ Ասիկա Երուսաղեմի գործանումին հետ գապ չունի։ Եվ մենք գիտենք, որ ավետարանը փովանտակ աշխարհի մեջ գքարոզվի։ Այսալ ըզգայացունց նշանները մեկն է, որ գահստադե թե մենք վերջին օրերու մեջ կգտնվենք։ Ինչպես ասի, դարձյալ բիցեմ, ժամանակին աստվածապաններ երբ Սուրբ Գիրքը գբրբդեին, գմեկնեին, գգարտային ինչ որ ես հիմա ցեզի գարտացի, եւ գսեն ինչպես ավետարանը բոլոր աշխարհ պիտի դարածվի։ Սակայն հիմա մենք չենք գսեր ինչպես պիտի դարածվի։ Դարածվեցավ, գքարոզվի, ամեն աշխարհ գքարոզվի։ Թուն իրավ գահավադաս այս նշանին։ Ժամանակին գսեին ինչպես եւ հիմա թուն եւ անոնք որոնք զիսկուն գընտրեն գսեն ավետարանը գքարոզվի։ Ամեն գլուխդ կշարժես շատ լավ։ Ճշմարտություն է գահստադես շատ լավ։ Սակայն հարցումը զոր մեջտեղ գուքա։ Այս գադարված ըզգայացունց ասի գցնցե եւ պետք է ցնցե։ Գադարված մարգարեությունը քեզի ավելի հեզ գնե հեզ։ Հոսե արծը։ Ավելի աստուծո գմոդեցնե։ Ավելի Քրիստոսի սիրով գլեցնե։ Քեզ գմղե ըսելու անիգա պետք է որ բարձրանա
իսկ ես բզդիկնամ։ Եթե ոչ, ինչ իմաստ ունի հաստատումդ մարգարեության ճշմարիտ ըլլալու։ Սատանան ալ կհաստատե։ Թերևս մենք երբեմն կշվարենք, կգասկածենք, սատանան երբեք չի կասկածիր։ Երբեք։ Ինձ մեկ ես մե ավելի հավատացյալ Աստծո խոսքին ներշնչման համար շատ լավ գիտե, շատ լավ գիտե։ Այնպես որ այս նշանները զանգակներ են դերոջի կողմէ արթնալու եւ սխալ վիճակներ սրբակրելու առանց թիմացինին հետ չափվելու ուրիշներ ունել։ Անիգա թող սրբակրե, ես ալ կսրբակրեմ։ Չեղավ։ Եթե իրապես կհավատաս, որ այս մարգարեությունը գադարվեցավ եւ Հիսուս կրնավո է դեադեն վերադառնալ, ավելի հեզ գլաս, ավելի Քրիստոսի սիրով վարմունք ունենաս։ Դարձյալ քիդության շատնալուն հետևանքով ուրիշ ըզգայացունց մարգարեություն մնալ, այդալ աշխարհի մարդոց մտքի վիճակի վատթարացումն է։ Եվ երկնային ու երկրային մարմինները այրվելուն համար եղած մարգարեությունն է։ Այս ուղղությամբ երկու դեղերը հատված պիտի գարտամ, մեկը գարտացի Պետրոսի առաքյալին նամակեն, 10-րդ համարը նորեն պիտի գարտամ։ Առաջ պիտի գարտամ Ղուկասու 21-րդ գլուխեն 25-ն 28 համարները Երանի լավ մտի գնեք գսեհոն ու արեքագին եւ լուսինին ու աստղերու վրա նշաններ պիտի ըլլան ու երկրի վրա ազգերը ապշությամբ պիտի տակնաբին եւ ծովը ու ալիքները պիտի քորան մարդոց սիրտերը պիտի հալին իրենց վախեն եւ աշխարհի վրա քալու բաներուն սպասելեն վասնսի երկինքի զորությունները պիտի շարժին եւ այն ադեն պիտի տեսնեն բորթին մարդո ամբի մեջ եկած զորությունով ու մեծ փառքով ու երբ այս բաները սկսին ըլլալ ելեք ու գլուխնիդ բարձրացուցեք վասնզի ծեր փրկությունը մոտ է Պետրոսի նամակեն որ գարտացիկ 10-րդ համարը դարձյալ գարտամ սակայն դերոջ օրը քողիբես պիտի կա որ ադեն երկինք սաստիկ շարաչյունով պիտի անցնի ու դարերները փրնգած պիտի լուծվին երկիրալ ու ինչ կործեր որ անոր մեջ կգտնվին պիտի այրվին Աբակայի մթության եւ ապրելու դժվարության պատճառով մարդիկ մտահոգված են մանավանդ երբ գորիզային հյուրիագանդրուպը մեջտեղ հանեցին ներկայիս ամենափոքր հյուրիագանը 3 անգամ, ոմանք 4 անգամ ավելի զորավոր է գսեն Հիրոշիմայի վրա նետված ռումբեն։ Մասնակիցներ գսեն թե ամենամեծ հյուրիագանը գրնա 16,000 անգամ մեծ լալ Հիրոշիմայի ռումբեն։ Ասոնք շինված են մոլորակ գմնա, եթե ասի բայթի, մի խորիկ թե ասիգա դեպոյի մեջ պիտի մնա, պիտի կործածեն, ասված իրենց գլուխնին պիտի բայթեցնե, որպես բադիժ։ Այս միջուկային ռումբային ջարակայթները երբ մարմինի մեջ մտնեն, մարմինը գհալեցնե։ Այս ջարակայթին դակությունը գսվի, որ 6000 աստիճանի գհասնի։ Իսկ երկաթը հալեցնելու համար 1600 աստիճան պետք է, 1500։ Պետրոս առաքյալ երբ գսե, դարեքները փրնգած պիտի հալին։ Ինչպես պիտի հալին։ Ինչպես։ Հալեցնող հյութը պետք է լա։ Այն ժամանակ չկար, երբ Պետրոս կքրեր։ Սակայն հիմա կան։
Արաքյալ երբ այս խոսքերը գկրեր իր ունեցած քիդության հիման վրա քրեց հadoop համալսարակացած էր ոչ Սուրբ Հոգին ներշնչեց եւ ցգնորս Պետրոսին քրիչը շարժեց Նաև հայտնության քիրքի մեջ Հովանես Արաքյալ նման երևույթ մգնգարակրե Աստուծո փարգության ագնարգելով գսե 16:8 Եվ չորրորդ հրեշտակը իր սկավառակը արևի վրա թափեց ու անոր զորություն դրվեցավ որ խորշագահար անե մարդիկը գրագով եւ սաստիկ դակեն խորշագահար եղան մարդիկ Եվ հայհույեցին Աստուծո անունը, որ այս հարվածներով վրա իշխանություն ունի ու չաշխարեցին, որ անոր փառք տան։ Մարդիկ խորշագահար պիտի ըլլան, արևին զորավոր դակութենե պիտի դարաբին։ Ինչպես մարդիկ խորշագահար պիտի ըլլան։ Ինչպես Մեր մոլորակին եւ արևին միջև գտնվող օզոնը, որ հաստ խավ մնե, այդ օզոնը փարակնալով եւ դեղ հսկա ձագեր բացվելով, արևին ջարակայթները երգիր քալով։ Օզոնին կորձը արևեն երգիր եկող վնասագար ջարակայթները չեզոքացնել է։ Այս օզոնը զանազան պատճառներով երկրեն վերբարձրացող գեզերու, կորձարաններու, ծուխերը եւ ռումբերու ծուխերը գփարակցնեն եւ դեղ հսկա ձագեր գփանան։ Այսպես արևի ջարակայթները երգիր հասնելով մարդիկ խորշագահար պիտի ըլլան։ Ինչ որ այսօր օզոնը շատ մտեղեր այդ վիճակի մեջ կգտնվին։ Քիդության շատնալուն համար մենք այս բաները կհասկանանք։ Քիդության շատնալուն համար կհասկանանք։ Երբ Ձերունի Հովանես գկրեր այս խոսքերը, օզոնի մասին լուրուներ, իր ունեցած քիդության հիման վրա քրեց, ոչ, Սուրբ Հոգին ասված է, Ստեղծագործ ասված է, Սուրբ Հոգի ասված զինք ներշնչեց, ըսավ քրե, մարդիկ սաստիկ տակեն խորշագահար եղան։ Մի բորնակ, որ մարգարեները երբ կխոսեին, դեսիլքով կամ ներշնչումով, եղելությունները գադարված կտեսնեին։ Եվ ցեզի մանուկ մծնավ, եւ մեզի մանուկ մծնավ։ Հայրավոր դարիներ առաջ Եսայի մարգարեն գսե, չի ծնավ, ինչպես գսե ծնավ։ Հոսալ գսե խորշագահար եղան։ Եվ ինչպես կհարցնեին ասկե դարիներ առաջ, սակայն այսօր չենք ասեր ինչպես, չենք ասեր, այս խոսքերը վերջին օրերու համար է, քիդությունը պիտի շատնա, անցյալին եղած մարգարեություն, որ աբակային պիտի կատարվեր, իսկ մենք այսօր գսենք քիդությունը շատցավ ու ոչ թե պիտի շատնա։ Ցավալի երևույթ այն է, որ գարտացինք հայտնության քիրքի մեջ, որ մարդիկ այս վիճակի մեջ նույնիսկ չաշխարեցին։ Հաբա Աստուծո անունը հայույեցին, այդպես գարտացինք։ Գսե մարդիկ խորշագար եղան գրագո եւ սաստիկ տակեն խորշագար եղան մարդիկ եւ հայույեցին Աստուծո անունը, որ այս հարվածներով վրա իշխանություն ունի ու չաշխարեցին, որ անոր փառք տան։ Չաշխարեցին։ Այնպես որ հիմա թերևս մեկը ասե այնադեն ադիգա անաբաշխար մարդոց համար է, ինչպես ոմանք կհավատան եկեղեցին ոսպիտ չլա, անհավատներուն համար է եւ այլն։ Բայց ասիկա
եթե այդպես է, օքեյ, բայց թում որ աբաշխարած եմ գսես, այս նշանները քեզի ինչպեսի վիճակի կմատնեն, ավելի կմոտենաս Աստծո, հաղորդակցությունդ ուրիշներու հետ, քաղցր է, հեզ է, շինիչ է, վարմունքդ, այս նշանները, որ Աստծո գոմե ահազանգներ են, խոսքերդ, կործերդ, խորուրդներդ զասված գուրախացնեն, թե սադանան գուրախացնեն։ Ասե, որ մեզ պետք է հետաքրքրի ասի։ Զգուշ, եթե խոսքերդ, կործերդ, խորուրդներդ, վարմունքդ, սադանան գուրախացնե ու չես խղճահարվիր, հիմար գույսերու նման հոգևոր քունի մեջ ես, թուն քեզի սուրբի հովեր միդար, իմաստ չունի, ասված ծաղր չլար, քնացող հիմար գույսերը գավադային, որ պեսան բիդիկա, անոր համար պեսան թիմավորելու չեղան, գավադային, որ բիդիկար, թուն գավադաս, որ Հիսուս որևէ ադեն գրնակալ, թերևս ես անշուշտ գահավադամ, եթե գահավադաս, ցույց տուր խոսքովդ, վարմունքովդ, խորհրդովդ, կործովդ, ցույց տուր, եթե իրավ գահավադաս։ Մի մորնար, որ պեսան Քրիստոս հարսին հավատացյալներուն գուրախացն է։ Հարսնալ հավատացյալնալ պեսային Քրիստոսի գուրախացն է։ Այս մեգությունը ունիս տուն, ուրախացուր, քու վարմունքովդ, քու խոսքովդ, և մանավանդ այս զգայացուց նշանները երբ կգարտանք և կխոսենք և կլսենք։ Պետրոս Արաքյալ քրիստոնյաներուն հետևյալ խորհուրդը տվավ գարտացված հատվածի մեջ, երկրորդ Պետրոս 3, 10-12, որ գարտացինք, հոն գսե, ուստի որովհետև այս ամեն բաները պիտի լուծվին, վերեն գարտամ, դասեմ, սակայն դերոջը օրը քողի պես պիտի կա, որ ադեն երկինք սաստիկ շարաչունով պիտի անցնի, ու դարերքները փրնգած պիտի լուծվին, երգիրալ ու ինչ կործեր, որ անոր մեջ կգտնվին, պիտի այրվին, ուստի, որովհետև այս ամեն բաները պիտի լուծվին, ցեզի ինչպեսի մարդիկ լալ գվայլե, սուրբ վարմունքով ու բարեբաշխությամբ սպասելով։ Ժամանակին դրա բանական է, եկեղեցու հայրերը լան, մեկնիչները լան, խորհրդապատկերներ գրնային առնել, դարերքները փրնգած պիտի հալին, գերեւի այսպես պիտի լա, ասոր խորհրդապատկերն է, բայց հիմա խորհրդապատկերի հարց չի գա, հիմա այնքան բարձ է, դարերքները այրի շատ բարձ է, փարացիորեն, այո, ինչ որ գա պիտի այրի, այսօր ամենահսկարումբ եթե դեղ մին ամեն բան գալեցն է, խորհրդապատկեր չի այլևս, այնպես որ ինչպեսի մարդիկը լալ գվայլ է, ինչ կարդացինք, ինչպեսի եկեղեցի հաջախելով ամեն գիրագի, սուրբքի կգարտա և պարծիդակ տնելով, այդպես լավ կարոզ բադրաստելով, կարոզիչներուն ալ հիվանդությունը դարձած է, որ կարոզ բադրաստեցի ցեզի, այնպես որ մի փախցնեք, եկեք եւ մտի գրեք, ուրիշներուն, իրեն չէ, ուրիշներուն, այդպես ոչ, ասոնք լավ են, եկեղեցի հաջախելը, բացի կարոզ բադրաստել ուրիշներուն համար, բայց Արաքյալը գսե մեր դժվարությունը ուրիշ դեղ է, ուրիշ դեղ գերտը, Արաքյալը հստակ գսե, ինչպեսի վարմունք պիտի ունենանք, բայց մարդիկ չեն ուզեր լսել, մարդիկ իրենց հաշվին եկածը գուզեն լսել, Արաքյալը գսե սուրբ վարմունքով, սուրբ վարմունքով, բարեբաշխությամբ, սպասելով Աստուծո օրվանը քալուն, հունարեն բնակիրը աստված պաշտությամբ գսե,
Evsevis, կամ Evsevias։ Գիտեք ինչ կնշանակե։ Կնշանակե զասված հարկելով։ Զասված հարկել։ Կնշանակե անոր հնազանդիլ։ Evsevis ասված բաշխություն։ Հնազանդիլ կնշանակե հավատարիմ, կնշանակե մաքուր գենցաղ։ Իրավ կհավատաս, որ Հիսուս որևէ ադեն կրնակալ, եթե այո է պատասխանդ, վիճակներ կսրբակրվին։ Գիտությունը պիտի շատնա, շատցավ։ Ինչպես է անցյալ գիրագի, ասկե 100 դար առաջ, եթե ինքնաշարժը մեջտեղ բերին, հավատացյալներսին գիտությունը պիտի շատնա։ Տեսակ եղավ, 100 դարի անցավ, և շատ բաներ փոխվեցան, բայց մենք այսօր չենք զարմանար, եթե ինչ նոր բան ելլե չեն գսեր գիտությունը պիտի շատնա, գիտությունը շատցավ։ Ինչպես ցեզի եթե օրմը լսեք թերևսալ կան գարկ երգիներ մեջ։ Հիվանդանոց մտնեք, մարդիկ պիտի տեսնեք։ Մարդու նման ռոբոտ մեքենաներ պիտի տեսնեք։ Ձեր արյունը պիտի քաշե։ Չափերը այսօր բժիշկ երթալու էլ բեք չի գա։ Բզդիկ կորձիկի մեջ։ Ջնշումդ կհասկանաս։ Եթե շաքարախտը կդարաբիս, շաքարի չափը կհասկանաս։ Ամեն բան թյուրին է։ Չեք սարմանան, ինքնաշարժեր թրելու սկսին է, չեն գսեր, գիտությունը պիտի շա, ոչ, բնական է։ Եթե օրմը կոդի նման բան մահանեն մեջ կտկաբես կորձիկոմը և թուն թրելու սկսիս, կալելու վերեն, չեք զարմանար, կզարմանակ, ոչ, գիտությունը պիտի շատնա ըսվեցավ, բայց հիմա մեր աչքերուն առջև շատցած է։ Ավետարանը փովանտակ աշխարհ պիտի քարոզվեցավ։ Եկեք որոշենք, որ սուրբ վարմունքով ապրենք։ Մեր գենցաղով զասված ուրախացնենք։ Եվ որպես Քրիստոսի հարսը անոր վայել լանք, հարմարիկ անոր վայել հարսը պեսան երբ տեսնե ուրախանա մեզմով, անոր վայել վարմունք ունենանք։ Եվ իմաստուն գույսերու նման արթուն ապրենք։ Ոչ թե հավատանք Հիսուսի երկրորդ քալստյան և քնանանք, հաբա արթուն լանք։ Եվ երբ դերը վերադառնա, կամ մենք անորքով երթանք, մեր ճամփորդությունը վերջացնելով, աչքերից անորքով բանանք, ամոթով չմնանք։ Դերը դա որ սիրելներ, այս ճշմարտություններու շուրջ խորհիկ ժամանակ տակ և լուրջի առնեք։ Եվ եթե մեզ ունգընտրողներու մեջ, մեր մեջ, մարդիկ կան, որոնք դագավին աստուծո մեհերու են, անհոգ և անդարբեր գաբրին, ասված լուրջի արած է, այս մարգարեությունները գադարվիլը զանքակ է, ազդարարություն է, փոլորիս, լավ է եկեղեցի երտալ, թրական պատկաններ լսել, ալելույա, Հիսուս, հրաշակորձ Հիսուս է, ասված այնպես կնե, կպժշկե, բարտկերդ կպագե, այնպես որ հիվանդ ես, կպժշկե, և այլն, այս թրական պատկանները լսելը լավ է, բայց պետք ունենք լսելու պատկաններ, որ մեզ քիչմը ցնցեն, որպեսզի հավատացյալներ արթնան։ Քրիստոսի սերեն մղված ուզեցի այս խորհրդածությունները ցեզ հետ բաժնեկցիլ։ Այնպես որ եթե դերը գամի, մեկ գիրակ ևս պիտի խոսենք, հավելվածական գարկը գեդեր պիտի հիշենք և Աստուծո պիտի անցնենք մեր կյանքերը, հանձնած ենք և իմաստուն գույսերու նման մեր վարմունքով, խոսքերով, գործերով ցույց տանք, թե մենք իրեն ենք։ Աստված օրհնելով օրհնեցես և իր շնորհքի մեջ բահե։
իբարս երորդության, ամեն։ Վերջավորության պիտի երկենք գեղեցիկ երկմնե 167-րդ երկը պիտի երկենք բոլոր դուներնալ 167-ը Վերջին դունը ոտքի վրա Սպասենք մենք Հիսուսի, անոր եկորդ կալստվան, հարավոտյան անշալուսի, ոտում մեջ ամերու բրան, կիշերվան խավար մահերու, լուսնիավոտ լույսի մեջ, սպասենք ու գնայինք Անհամար ամբողջում մեջ է, վիտեսնենք արմու մորդված, երբ սավարնի գոտին մեջ է, ատմու ճամով լուսասկան, իդիոտ է բերնիչ Հիսուսը, Ռեշտագած նոր երկով, և պիտի մսակվի մարկով, հավիտյան սնանով։ Զորավոր հողունությունը, ամսակ սամի դասնեք, յանքի վայքան անջացնելով, Մերեններ հարուցանեք, մեկ անգամ և զորավոր, միտ հնչեք մոնավոր, մտեք մարդուս մեր այսօր, իգորուց հողմեր։ Եսեգան Իր խոստումին ամերման, սարսափեց են ծառենոներ, ահագում վրամուսկան, երեգուկան, թիմանորելու ելեր, շատոն ծանորս մասած է, Այո Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու շուտով պիտի գաս քո գիններդ քո վդարնելու։ Շնորհակալ ենք, որ քո սերդ մղված գարկ նշաններու մասին խոսեցար եւ ներշնչեցիր քո ծառաներդ, որ խոսին։ Եվ անոնք Տեր մեր ցերկերու մեջ կգարտանք, կլսենք։ Օգնե մեզի, որ այս նյութերը մեզի ավելի հեզն են, ավելի խոնարհն են, վարմունքով, խոսքով, խորհուրդով Տեր քաղցրությամբ քեզի հետ քալենք եւ քեզ սիրենք բոլոր սրտով եւ մեր նպատակը լա քեզի համար ապրիլ, որպես երբ քաս մեզ պատրաստ գտնես։ Գնքե քո խոսքդ, ով Սուրբ Հոգի Աստված մեր յուրաքանչյուրին սրտի մեջ եւ անոնք դեղ գտնելով բդուղ բերեն։ Տեր Հիսուսի անունով խնդրենք։ Ամեն։